Ֆիլմեր, որոնք դու պետք է անպայման դիտես։ Կիբերբուլի ֆիլմում գլխավոր հերոսուհի Թեյլորը ստանում է վիրավորական մեկնաբանություններ սոցիալական ցանցերում։ Սկզբում նա փորձում է անտեսել, բայց օրեցօր հոգեվիճակը վատանում է։ Իրական կյանքում նա մենակ է մնում, եւ ընկերները իրենից երես են թեքում։ Ֆիլմի ամենածանր պահերից մեկը դա Թեյլորի ինքնասպանության փորձն է։ Մեկ-մեկ մտածում ենք, չէ, բայց դա ինտերնետում է, իրական չի, բայց չենք էլ մտածում, որ մեզ համար ոչինչ չթվացող մեկնաբանությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մարդու համար։ Երբ մենք նորմալացնում ենք այդ վիրավորանքները, ասելով դա իմ անձնական կարծիքն է, չենք մտածում, որ այդ խոսքերը կարող են ինչ-որ մեկի համար ճակատագրական լինել։ Հրաշքը։ Այս ֆիլմը մի տղայի մասին է, ով տարբերվում է իր արտաքինով։ Փոքրիկ Օգին ծնվել է դեմքի յուրահատուկ կառուցվածքով։ Դպրոցում Օգին դառնում է բուլինգի թիրախ։ Նրան մերժում են ամեն օր, աննկատ, բայց կործանարար։ Թեև հրաշքում բռնությունը, բուլինգը թվային չէ, բայց դրա արմատները նույնն են։ Անմարդկային վերաբերմունքը, ձևական կարծիքները, որ կարող են ճակատագրական լինել երեխայի ու դեռահասների համար։ Սրանք ֆիլմեր են, որոնք ցույց են տալիս, թե ինչքան նույնական է բուլինգը, լինի վիրտուալ, թե իրականում։ Եվ ուրեմն, եթե տեսնում ես մեկին վիրավորում են, առցանց թե իրականում, մի լռիր։